Սեռական կյանքով ապրելու տարիքը երիտասարդացել է մեր ժամանակներում, եթե առաջներում գուցե կար, բայց դրա մասին այդքան չէր խոսվում, ապա հիմա շատ ազատորեն են երիտասարդները խոսում իրենց սեռական ցանկությունների, սեռական կյանքով ապրելու հնարավորության, բայց երբեք չեն խոսում դրանից բխող խնդիրների մասին, որոնք խնդիրները վերաբերում են եւ հոգեբանական, եւ ֆիզիկական, եւ օրգանական, եւ տարատեսակ այլ խնդիրների։ Երբ մարդն ապրի սեռական կյանքով, հասկանալի է, երիտասարդ է, հորմոնները սկսել են ակտիվորեն արտադրվել, լիբիդոն շատ է, դրան բավարարելու հնարավորությունները քիչ են, կախված եւ տարիքային գործոնի եւ հնարավորությունների եւ շատ դեպքերում այլ հանգամանքներից նաեւ կախված, բայց այս ամեն ինչը ունի լուծման տարբերակ։ Պետք է ուղղակի կարողանալ ճիշտ կառավարել եւ ղեկավարել ժամանակը ունեցած, զբաղվել կարևոր գործերով, շեշտադրումն անել կարևոր բաների վրա, ճիշտ հասկանանք իրար։ Ես չեմ ասում, որ չի կարելի, որ երիտասարդը զբաղվի սեռական կյանքով, կարելի է, բայց ինչ կա այսօր մեր իրականության մեջ, 17, 18, 19 տարեկան երիտասարդը ում հետ է ունենում սեռական հարաբերություն, ում հետ, փորձառու մարմնավաճառի հետ, մարմնավաճառ, որ այնքան բան է տեսել այս կյանքում, որ իրեն էլ ոչինչով չես կարա զարմացնես, մարմնավաճառ, որ իրականացնում է, դա էլ այդ մարդու աշխատանքն է, բան չես կարա ասես, գնում են, վճարում են, հարաբերություն են անում, իր համար մեկ ամեծ հաշվով օրը քանի անգամ կգնա, ինքն աշխատում է, իր գումար է դնում, հասկանում եմ, կարող շատ կոպիտ է հնչում, բայց դե հիմա փաստը դա է, բայց մարմնավաճառը չի հաշվի առնելու, որ իր դիմաց անփորձ երիտասարդ է կանգնած, որ պրեզերվատիվի աչքեն բացելու ձևը չգիտի, թե իր մոտ հասուն տղամարդ է կանգնած, որ նա էլ իր կյանքում արդեն լիքը բան է տեսել եւ թե շատ բանով իրեն չես տանում, մարմնավաճառը պահը հաշվի չի առնում։ Եվ մենք ունենում ենք երիտասարդների, դեռահասների տրավմայի խնդիր, հոգեբանական տրավմայի խնդիր, որտեղ այդ լարված մթնոլորտում շատ դեպքերում եւ ոչ հիգիենիկ պայմաններից ելնելով երիտասարդի մոտ կարող է էրեկցիա կորել։ Չկա կորավ էրեկցիան, թուլացավ առնանդամը, սերմնաժետքում չի կարողանում, սա կարող է շատ լուրջ հետևանքներ թողել։ Առավել եւս, եթե տվյալ անձնավորությունը ներշնչվող է, ինքնամփոփ է, չգիտի ում հետ կիսվի եւ որոշում է ինքն իր մեջ, որ ինքն այլևս տղամարդ չէ եւ չի կարողանալու ունենալ սեռական հարաբերություն։ Սա շատ մեծ խնդիր է դառնում։